Այսօրվա մեր հյուրը մի հայուհի է, ով արդեն 1 տարի է ապրում է Ֆրանսիայում։ Բարև ձեզ, Կարինե ջան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ հրավերս ընդունեցիք, որ մասնակցեք մեր նախագծին։ Պատմեք մեզ, թե ինչպես եք հայտնվել Ֆրանսիայում եւ ինչու հենց Ֆրանսիայում։ Իմ բժշկական խնդիրներից ելնելով ես եկա Ֆրանսիա, որպեսզի իմ բժշկական հարցերս կարգավորեմ։ Առայժմ բժշկական հարցերով։ Դեռ Դե ինձ կարգավորման փուլում ասեցին, եք։ ինձ ասեցին, որ կոնկրետ Ֆրանսիան ունի նման ծրագիր, որ էմիգրանտների հարցերով զբաղվում է բժշկական հարցերով։ Դրանից Իսկ ես դա եկա։ ընթանում այդ գործընթացները։ Հեշտ ընթանալը, այսինքն Այդ փաստաթղթեր մտնել որպես, ասենք, Ֆրանսիա։ փաստաթղթերը այսպես, հա, փաստաթղթերն այսպես է, պետքա 3 ամիս լինես Ֆրանսիայում, քո գալուց, ասենք երբ որ մտել ես, քո գալուց պլյուս 3 ամիս, որպեսզի իրանք տան այսուրանս, տալիս են, այսինքն բժշկական ապահովագրություն, որից հետո քո բոլոր բուրս սպասարկումները անվճար է լինում, այսինքն պետությունը այդ քարտը տրամադրում է։ Իսկ ֆրանսերեն գիտեք ամեն դեպքում, թե Չէ, ոչ, չէ։ ֆրանսերեն չգիտեմ, հա, դա բարդացնում է արդեն, շատ է Հա, բարդացնում, որովհետև, հա, պարտադիր պետքա լեզուն իմանաս, պարտադիր, դա համար առաջի պայմանն է, եթե որտեղ ստեղ ռուսերենը չի անցնում, դե քո լեզուն բնականաբար չի անցնում, միայն ֆրանսերեն, կամ երկրորդ լեզուն անգլերենն է, անգլերենի լավ իմացություն։ հա։ Բայց ամեն դեպքում տրամադրվում եք, ինչ որ քայլեր անում եք, որ սովորեք ֆրանսերենը, չէ՞։ Ոնց որ ասում են հեշտ լեզու է ամեն դեպքում, Չէ, իմ համար չէ։ չէ, Հա։ չէ, Դե չէ, մի իմ տարի համար այդտեղ եք հեշտ։ ամեն դեպքում, ասենք, միշտ ասում են պիտի հենց այդ միջավայրում ապրես, որ հեշտ լինի։ Չի օգնում այդ հանգամանքն էլ, որ ստացվի, ասենք, ինչ որ բառեր ենք վերցնում կամ չգիտեմ։ Ռուսները ոնց Դե է հա, որ գալիս են, մեկ էլ սկսում են մեր բառերը արդեն բարև ձեզ կամ չգիտեմ ինչ որ տենց, էլի։ հա, դե ռուսները հա որ գալիս են սովորում ենք, որովհետև Կովկասը մենք միշտ ոնց ուզում ա լինի, իրար հետ շփումը շատ է, իսկ ստեղ շփում չի եղել։ Հա, Դե ես հիմնականում աշխատում եմ հայ միջավայրի մեջ լինեմ, տենց հա։ պետքա շփվես ֆրանսիացիների հետ, որ լեզուն սովորես, եթե չես շփվում, տարբերություն չկա, մեկա չես կարող սովորես, էլի։ Հա, այսինքն ձեր շփումը մենակ հայ համայնքի հետ է լինում։ Մենակ հայերի հետ է, հա։ Շատ լավ մարդիկ կան, հա, որ կարաս ասենք հույսդ իրանց վրա դնես գոնե հոգեբանորեն, որ չխայտառակվես, որովհետև այդ հա հոգեբանորեն ճնշվածությունը շատ սարսափելի է օտարության մեջ։ Էդի ամենահամար առաջի բանն է, որ մարդ պիտի պատրաստ լինի։ Ինչքան էլ ասեն, էդի դու ապրելով մենակ կարաս զգաս։ Ասենք մարդ կա, ասենք ասում է, «Ա, եթան պրծնեմ Հայաստանից»։ Բայց որ գալիս ես ու այդ օտարության, դաժան հոտը, օդի, չգիտեմ, խի ման ես գալի, որ դու քո Հայաստանի օդը շնչես։ Չգիտեմ, դա մի հատ հոգեբանական խախտումներ ա մոտդ սկսվում, ու որ իրոք չլինեին այդ հայերը, ես երևի շատ վաղուց ստոկ կքաշեի, հետ կգայի, չէ, կան, օգնում են, ոնց, օգնում են, չէ, օգնում են, թիկունք են կանգնում, մեր հայերը օգնում են իրար։ Իսկ արդեն մի տարվա մեջ դուք զգում եք, որ ինտեգրվում եք, հարմարվում եք արդեն ոնց որ տեղի պայմաններին, թե մեկա ձեր ուշք ու միտքը, հա, կարոտը դնենք մի կողմ, որ կարոտում եք հոտը, արևը, միգուցե համը, բայց զգում եք, Ես որ արդեն արդեն, հարմարվում եք։ չէ, կարոտը արդեն էլ չի թողում, որ դու ուրիշ բաների մասին մտածես։ Հələ որ իմ մոտ այդ զգացողությունը, դաժե գիշերները մեկ-մեկ կարող է սենց խանգարված արթնանամ։ Չէ, որ մի քիչ ավելի համեմատաբար հանգիստ եմ, բայց դե հենց կարոտն է, էլի, դա անբացատրելի զգացում է։ Հա։ Ընտանիքով եք, բայց տեղափոխվել թե մենակ եք։ Չէ, չէ, մենակ եմ, իմ երեխեքը Հայաստան են։
Երևի այդ հանգամանքն էլ է, էլի, հենց ձեզ բանանում, ոնց որ կյանքը բաժանվել է Անպայման։ երկու մասի, ամբողջ օրը մեկը դուք մտքով երեխեքի հետ եք, Հա, ընտանիքի հա, հետ եք։ բա ոնց, հա, չնայած ես ձեզ ասեմ, ես որ ստեղ բողոքում էի մեր հայերի մոտ, ասում էի, բանը, ես մենակ եմ դրամար եմ ամբողջ օրը լաց լնում, մի հատ տարիքով կիներ սենց արեց, բալա ջան, մենք էլ ընտանիքով էինք լաց լնում։ Ասեց, բալա ջան, մենք էլ ընտանիքով էինք լաց լնում, ասեց, ոչ մի տարբերություն չկա։ Բայց աշխատում եք ամեն դեպքում, թե ասենք Թե, պետությունը ձեզ այդ ես հարցերում ձեզ պահում է։ ասեմ, Հա, ես հիմա լրիվ մանրամասնորեն ասեմ, նայ, Ֆրանսիան, ես չգիտեմ այլ պետություն, Իսպանիայի, Գերմանիա չեմ կարող ասեմ, բայց կոնկրետ Ֆրանսիայի մասին։ Հիմա գալիս է ստեղ, մարդը որ գալիս է, հանձնվում է երկու ճանապարհով, քաղաքական ու բժշկական։ Բժշկական հանձնվելու դեպքում ես պետությունից ոչ մի աջակցություն չեմ ստանում, ոչ մի աջակցություն։ Մենակ 3 ամիս հետո տալիս է անսուրանս ու դա կոչվում է բժշկական ապահովագրություն, որը քո բժշկական բոլոր ծախսերը փակում է։ Բոլոր ծախսերը։ Հիմա այդյալա, որ ասենք ես օրինակ, եթե հիմա իմ թևիս բանա դրած ինսուլինի, որ ինքը չափում է իմ շաքարը։ Օրինակ ես կուզեի, որ մեր պետությունը դա տրամադրեր, որովհետև այդ ինքը սարքը մեր երկրում հա, անում կա են այդ ճանապարհով այդ 28-ից 30,000 դրամ է, հա, 28-ից 30,000 դրամ է, հա, հա, ինքը թանկ է մեր պետությունում, ցանկալի էր որ լիներ, որովհետև դա ամեն րոպե վերահսկում է։ Դու արդեն նայ հենց զգում ես բարձրանում է իրանով, կարողանում ես թույլ չտալ, իջնում է, միանգամից ասենք կարաս էլ չթողես իջնի, միանգամից մի քաղցր գցես վրան, այսինքն կարողանում ես վերահսկես, սարքավորես։ կարգավորես, հա։ Դա պետությունը ձրի տալիս է։ Բա Դե աշխատանքը։ հա, հա, ճիշտ է, հասնենք աշխատանքին։ Աշխատանքը, քանի դեռ թուղթ չունես, դու իրավունք չունես աշխատելու։ Բա ո՞նց Ու ապրեմ։ հենց հասանք այդտեղ, ամենաբարդ process-ը դա է։ Բա ոնց ապրես։ Եթե դու ստեղ Հայաստանից մարդ փող չունենաս, ուղարկեն։ Հայաստանից փող ուղարկեն։ եթե դու ստեղ մարդ չունենաս, ինչ որ մեկը պետքա քեզ ցավակցող հարազատ մեկը քեզ տեր կանգնի։ Հարազատ մեկը շեշտս դնում եմ, դա կլինի հոգու հարազատ մեկը, որ ասենք քեզ ցավալով, չի թողի դուրսը մնաս, ուղակի։ Կամ երկրորդ տարբերակ էլ կա բան 915 զանգում ես, ասում ես որ դուրսն եմ մնացել, իրանք տանում են այդտեղ քեզ, ճամբար չի, որովհետև ճամբարն ասում է այդ պալատկեքն է, ինքը ճամբար չի, բայց պիտի մնաս սևերի ու արաբների հետ, Վատ օբշի, պայմաններում երևի։ հա, Հանրակացարանի նման մի տեղ էլի երևի։ դե հանրակացարան էլի կարող է կողքերդ քո հայրենակիցները լինեն, գոնե լեզուն հասկանաս։ Իսկ բայց աշխատել իրավունք ունեք։ Աշխատելու իրավունք դեռ չունեմ, չէ։ Հա, բայց հետաքրքիր բա լավ, ինքը ո՞նց է, բա զուտ ասպա այն ճամբարը տվել եմ գնացեք հնեղ ապրեք։ Հա, Ասենք ես եմ կարողա ուժս հերիքում է, էլի, որ գնամ աշխատեմ։ ուժը հերիքում է, չէ, սևով։ Դու աշխատում ես սևով, այսինքն այն էլ այստեղ ֆրանսիացին քեզ չի ընդունի, իրա մոտ անթուղթ։ Հա, Դու կարաս ասենք գցնես քո հայրենակիցներից մեկին, որ անթուղթ քեզ ընդունի գործի, հա, դա էլ արդեն էլի հարաբերական է։ ոնց որ չգրանցված աշխատող օրերից մի օր կարող է բռնվի ու խնդիր դառնա իր համար։ Եթե բռնվի երկուսի համար էլ խնդիր է, միայն մի կողմի համար խնդիր չի, երկու կողմի համար էլ խնդիր է լինում, եթե բռնվեն։ Համ իրա, համ քո։ Այսինքն այդքան էլ հեշտ չի, էլի, ամեն ինչ։ Ոչ մի բանը հեշտ չի, ոչ մի բանը հեշտ չի։ Եթե դու գալիս ես, եթե դու թուղթ չունես, դու իրավունք չունես աշխատելու։ Իսկ ընդհանուր մտածելակերպը, ապրելակերպը շատ է տարբերվում ստեղի, Հայաստանի ու Ֆրանսիայի մեջ, էլի, օրինակ
չգիտեմ, ինձ խի է թվում, որ իրանք թեթև են ապրում, թեթև են նայում, ինչ որ սենց մի ժպիտով, հոգս չունեն։ Մեր հայերը մի քիչ նենց բանով ենք, չէ՞, ասեք, սենց հոգսլա շատ, ինչ որ խառնված միշտ վազում ենք այս կողմ, այն կողմ, չգիտեմ, այդտեղ ինչ որ ինձ թվում է հանգստություն է, կա իրոք այտենց բան, թե ոստա հեքիաթները, որ մենք միշտ լսում ենք։ Դե ես ասում եմ, ստեղ ֆրանսիացիք շատ քիչ են։ Հա։ Համարյա թե ես իմ որ դուրս եմ գալի, ինձ ասում են դե երևի քո շրջապատից, հա, դե հիմա կարող է, ամեն դեպքում մենակ հիվանդանոցներում են ֆրանսիացիք, ինչ որ պաշտոններում, նո օֆի պրեֆեկտուր, այդպես տեղեր են հիմնականում իրանք։ Մնացած տեղերը Այլ ազգիներ։ այնքան շատ են այդ ալժիրցիք, որ սենց ոնց վռում ես, իրանք են, սև ու արաբ։ Հա։ Դե հիմա արի դրանց մեջ որոշի, թե Ով ոնց է։ համեմատես Հայաստանի կամ հայի հետ, ես չեմ համեմատի։ Բնականաբար չեմ համեմատի։ Մեր հայերը օտար են վերաբերվում ամեն դեպքում, ասենք, դե չի ես զգացում, որ հայը իր դիմացին է, բայց իրանց վերաբերմունքը ոնց որ դուք եք ասում, իրանք այլազգի են, իրանք էլ գիտեն, որ դուք էլ եք այլազգի այդտեղ։ Իրանց վերաբերմունքը այտենց ինչ որ սառը կամ ինչ որ անտարբեր է, այտենց լինում, թե ոչ մի բան չեք զգում, ձեր համար գնում գալիս եք ոնց որ։ հա, երևի տենց։ Հա, տարբերություն չեք զգում, էլի։ Չէ, ես ավելի լավ կզգայի, որ իմ մի օր էս վերջում ասեց մեկը կար էլի տենց եկել էր Հայաստան, շատ 91 թվից աստեղ եղե, ասեց երևի ստեղ կծախեմ կգնամ Հայաստան, ասեցին Հայաստան ինչ կա, ասեց հենց այն որ փրշտում ես հետևից ասում են առողջություն։ Այսինքն թե դու ես կոնկրետ ես ման եմ գալի, որ իմ կողքերս ուզում եմ հայեր տեսնեմ, սենց չգիտեմ։ Օտարությունը ահավոր է։ Օտարությունը ահավոր է։ Երևի ամեն դեպքում տեղանքից էլ է, որովհետև դե Ֆրանսիան ոնց որ այն պետությունն է, որ ամեն դեպքում հայերը քիչ չեն այդտեղ էլի։ Ուղղակի կարող է ձեր տարածքը նենց տարածքում է, որ հայ համայնքը ոնց որ շատ չի։ Մենք շփվում ենք հայերի հետ, մենք շփվում ենք հայերի հետ, այս շփում կա, բայց այն որ դու ուզում ես դուրս գաս, ու ուզում ես քո ամբողջ շրջապատը տեսնես, որ քոնն են, ոչ թե սենց ֆրանսու ինչ որ նայես սենց մեկ որ ասում եմ խնդում են, ասում եմ բանը, քորքոցոտ գլխաշորերով Որ չերևա էլի հայ։ Այո, դեռ ինչն է, բայց շատ լավ որ կուզեիք անպայման Հայաստանում լինել, ասենք այդ բուժման սարքեր, բան, ասենք դնենք մի կողմ։ Բայց ինչն է, որ նկատում եք, որ օրինակ ասում եք, այ այս բանը Հայաստանում լիներ, ինչ լավ կլ։ Թեկուզ հիմա դուք Ֆրանսիայում եք, բայց ձեր երեխեքը հիմա կվայելեն էլի այդ բանը։ Ինչ կուզեիք, որ տեղափոխվեր այդ մի բանը Հայաստան։ Մի բան, որ շատ է էլի, տենց ոնց որ հիացրել ձեզ են, որ ասում եք, այ քեզ Ֆրանսիա, հենց նենց չեն էլի ասում, որ Ֆրանսիան լավն է, ասենք։ Դե կա մարդասիրություն, այսինքն որ առաջի հարցին պատասխանեմ, օրինակ կա որ դե հիմա օրինակ Հայաստանում էլ ասում է, ես չեմ օգտվել երբեք, դե Աստված չի տվել, դրա կարիքը չեմ ունեցել պարկասում, ասում է Հայաստան էլ կա որ օգնություն են տալի չունևորներին, այստեղ էմիգրանտներին օգնություն տալիս են, որ ասենք եթե դու էմիգրանտ ես, նո չունևորներին գնում ես ասենք օգնություն ես ստանում, ուտելիք, սնունդ։ Հա, կա այստեղ։ Հա։ Մնացած ոչ մի ահավոր հատուկ եսի ինչ կարգի թղթեր լրացնես, ցույց տաս, որ դու իրոք ի վիճակի չես էլի, որ ասենք սնվես, կարծեմ դրա համար։ Նպատն է էլի։ Այստեղ ցույց ես տալի ընդամենը, որ դու սպասման մեջ ես։ Այսինքն թղթերը հանձնել ես, սպասման մեջ ես ու դու ոչ մի ռեսուրս չունես այստեղ ապրելու։ Ու վերջ։ Հա։ Իսկ ձեր մոտի հայերը, որ ում հետ դուք շփվում եք, իրանք էլ են ոնց որ առանց քաղաքացիության այդտեղ ապրում, թե քաղաքացիություն ունեն ու իրանք շատ գոհ են այդտեղի պայմաններից։ Ոմանք ունեն, ոմանք արդեն տուն ունեն, ոմանք
Հայաստան էլ են տուն առնում։ Հա, Ոչ բոլորն են իրար նման, ոչ բոլորն են իրար նման, շատ հարաբերական է։ Մարդիկ կան, որ կամուրջները լրիվ այրել են ու չեն փոշմանել։ ու չեն Հա, փոշմանել, շատ տարբեր են։ Մարդիկ կան, որ մխկտում են միշտ, որ բժշկական, եթե բժշկական հարցերով են եկել, դե ասում է ելք չունեինք, կա երիկամների փոխպատվաստում հարցեր կա, էլի շատ հարցեր կա։ հա։ Բայց ամեն Տարբեր են, դեպքում նրանք, տարբեր։ ովքեր որ քաղաքացիություն ունեն, իրանց համար ինձ թվում է գոնե հեշտ կլինի, չէ՞։ Շատ բաներից կօգտվեն երևի, պայմանները Դե ուրիշ կլինի, էլի։ հա, բնականաբար, հա, քաղաքացիություն ունեցողը արդեն նույն հավասար իրավունքներ ունի, ինչ որ ստեղի քաղաքացի։ Ինչ որ սովորական Հա, իրանք ֆրանսիացին, չէ՞։ հա, 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 իրանք շշուտ դե լսում են, որ գալիս են Հայաստան գնում են, հմ, ու երևի տեղ էլ տուն ունեն, ստեղ էլ շատ չգիտեմ, բայց նորից եմ ասում, տարբեր են, հա, շատ տարբեր են։ Մարդ կա, ինչ էլ որ ունի, գալի ծախում է, որ ստեղ լրիվ հիմնավորվի, մարդ կա չէ, մի բան էլ ասում է առնեմ, որտեվ իմ երկիրն է, կարող է վաղը հետ դառնամ, իմ երկրում ապրեմ, շատ տարբեր է, ոչ մի բանը բան չի, հա, ստանդարտ չի։ ըհը։ Իսկ այդ որ ասում եք մարդկա տուն է առնում, թեկուզ մի հատ էլ Հայաստանում է ապրում, առնում, էլի նույն ձև են հայերը տես պահում, որ ոնց որ ամենա սենց շքեղը լինի, ամենա մենք առաջինը լինենք այդ բանով Չէ, տարբերվող։ իրանք սիրում են, դեռ կա սերը իրանց երկրի նկատմամբ։ Ես որ խոսում եմ, տարբեր մարդիկ լրիվ տարբեր են։ Հա, Մարդ արդեն հոգով սրտով ստեղ է, մարդ կա հոգով սրտով դեռ Հայաստան է, մարդ կա ուզում է երկու տեղն էլ ադապտացվի, կարող է ինչ-որ մի բան էլ իր հայրենիքին պետք է, հմ, ըհը, շատ տարբեր են, ոչ մի բանը նույնը չի։ հմ։ Այ ի՞նչն է որ ամենաշատը կարոտում եք Հայաստանից։ Դե ընտանիքը դնենք մի կողմ, առաջի պլան ընտանիք, երեխեք, էտա։ Բա ուրիշ ի՞նչն է որ չգիտեմ, շատ կուզեիք, որ գոնե այդ գար ձեզ մոտ ու մի քիչ ձեզ հանգիստ զգայիք, այդ օտարության մեջ զգալն էլ ոնց որ բան կաներ էլի կթուլանար ձեզ։ Չէ, դա էդի այնքան մեծ հարց է, էդի տենց երկու բառով չես կարա։ Օրինակ ասենք, ես չգիտեմ։ Դե քանի որ հիմա իմ երեխեքը ծնդեղ են, ես ոնց որ դրանից այն կողմ, դե երևի ինչ որ միտեղ մտածում եմ գուցե իմ կարոտը դա է, այ որ ստեղ լինեին երեխեքը, կմտածեի դրանից հետո Հանգիստ ինչն եմ կլինեիք։ կարոտում։ Բայց ինձ թվում է, ես որ օրինակ Ռուսաստան եմ եղել, երեխեքիս հետ եմ եղել, իմ երեխեքն իմ հետ են եղել, ես էլի կարոտում էի։ Ես երևի իմ հողն եմ կարոտում։ Ես ինձ ամեն րոպե զգում եմ, որ իմ արմատներից կդրված եմ։ Ոնց որ թե ամուր չես, ամուր չես, դու օդի մեջ ես, Հա, գուցե էդ, հմ, դու քո հողը պիտի լինի քո ոտերի տակ, դու քեզ ամուր զգաս, հմ, որ ասեմ, հա, անում է, ասենք պետությունը, ինչ կարա անում է իր սահմաններում, բայց մեկ այլ քոնը չի, հմ, քոնը չի, դու ամեն րոպե գիտակցում ես, որ դա քոնը չի։ հմ։ Բայց այդ միտքը միգուցե որ բաց թողեք, ուրիշ ձև արդեն ոնց որ Հա, ուզում վերանայեք եմ էլի, բաց թողեմ, բայց դեռ չի չի ստացվում։ ստացվում։ Հա։ Ամեն դեպքում Այնպես այդ չի, որ ընտանիքի չեմ երևույթ, աշխատում, հա, այնպես չի, որ չեմ, հա, աշխատում եմ, շատ եմ աշխատում, որ իմ համար էլ հեշտ լինի մնալը, ամեն դեպքում ստեղ ես մնում, հա։ պետք է Բացի այդ ադապտացվես, ձեր առողջությանն էլ պետք է էլի որ այդ գիտեմ, մտքերից ազատվեք։ Հա։ Դե ոչինչ, լավ կլինի։ Երևի մի օր sense կարտոնակ ու կասեք, չէ, մի րոպե էլի, հիմա ապրում եմ ստեղ, sense էսի վայելեմ, հետո մեկա հետ եմ դառնալու Հայաստան։ Իսկ թվում դե է մեկա հետ կգաք։ ինձ ստեղի հայությունը հենց այդ ձև էլ ասում է, որ պահ ա եղել շատ սենց, հենց տենց էլ այա Կարինե ջան ասում են, այդ հալը դու երբ ուզենաս կեքաս, մի հատ հանգստացել էլի, իսկ թվում է իմ մեջ է, էլի, խնդիրը երևի իմ մեջ է, չգիտեմ, Հմ, Պիտի հանձնվեք էլի այդ մտքին։ չգիտեմ, Հմ, Այն որ ասում են, բայց ինչին հանդիմանում ես, այնքան մնում է ինքը, այդ երևույթն է էլի։ Ոնց որ պայքարում ես չի ստացվում, բայց որ ասես լավ է, ոչ մի բան էլ չեմ անում, ոնց որ ինքը իրան գադզվի ամեն ինչ։
Ամեն դեպքում ձեր երեխեքն էլ էլի որ ոնց որ դե որ գիտեն մաման տխուր է, մաման բանա իրան օտար ազգում, ասենք ինչքան բան կմտածեն, չէ, որ ոնց անեն, դե ոչ մի ձև չեն կարող օգնել, մետի լուծումը որ իրան կան ձեզ մոտ։ Չէ, ես չեմ բանանի, չի լինի Չեք դա։ խրախուսի։ Չէ, չէ։ Դա փակ թեմա է այդ։ Հա։ Իրանք Հա, աշխատում նրա բան են անում համար, ստեղ։ հա, ինձ այդ հարցը շատ է տրվում, շատ է տրվում ու ասում են, որ թուղթ ունենաս, տեղավորվես, երեխեքիդ կբերես, ասում եմ, չէ, թող մնան, մեր երկիրը շենացնեն։ Հա, իհարկե։ Հա, Դուք էլ թող թուղթ մնան մեր ունեցեք, հետ եկեք Հայաստան։ թուղթ ունենամ, կգամ իմ երեխեքին կտենամ, հետ կդառնամ։ Հա։ Իմ կարոտս կառնեմ, իմ երկրից, իմ երեխեքից, բայց թող իմ երեխեքը մնան, շենացնեն, դե ես արդեն այն տարիքում եմ, երևի ինչ կարողացել ենք, արել ենք, թող երեխեքը մնան շենացնեն, որտեվ իրանցից արդեն սերունդներ է գալի, մենք ինչ տալու ենք, տվել ենք արդեն։ Իրանք ամուսնացել են, աշխատում են, տենց արդեն Ամուսնացել են, երեխեք ունեն, հա, աղջիկս էլ երկու տղա ունի, տղես էլ ունի տղա աղջիկ, այն մեկն էլ հա, այն մեկն էլ նոր ամուսնացել, թող մնան մեր երկիրը զարգացնեն, վերջապես երկիրը մարդկանցով է երկիր, այսինքն երևի բնիկներով, օրինակ ես ստեղ նայ ինչ ինձ դուր չի գալի, հենց ստեղ ինչը դուրս չի գալի, որ ֆրանսիացիներից բացի այլ ազգեր շատ են, օրինակ ես էլ որ Հայաստանում եմ, մտածում եմ Ֆրանսիայի մեջ պետքա ֆրանսիացիներ տենամ, մաքուր կոկիկ, ցիվիլիզովանի սիրուն, բայց այնքան քիչ են իրանք սևերն ու արաբները շատ են, չափից շատ են։ Իրանք ավելի քիչ են, իրանք շատ քիչ են։ Դե ամեն դեպքում Հայաստանում էլ էլի, ոնց որ գնալով այլազգիները գալիս են, բայց դե դրա մեջ էլ վատ բան չկա ամեն դեպքում, գալիս են այն աշխատանք կա, որ հայերը ոնց որ հիմա չեն անում արդեն, ուրիշ գործեր են անում, ոնց որ հնդիկներին են այդ աշխատանքները տրամադրում։ Վատ բան չկա։ Հա։ Ուղղակի այն որ մարդիկ պատկերացնում են, որ հենց նույն վիճակն Հայաստանն է, հա, ոնց որ արդեն հայերից շատ հնդիկներ լինեն, այն որ ասենք օտարը գա, որ մտածում է հայն ու Հայաստանը, ոնց որ հիմա էլ հայն ու Հայաստան չի, Հայաստանն ու այլազգերն է շատ, նույնը ոնց որ կարող է իմ մոտ այդ ձև, ես չգիտեմ, կարող է։ Ասում եմ ինչ ուզում է։ Հա։ Մեզանից էլ է շատ բան կախված, էլի, ասում այն նախորդ վիդեոներում, որ ասում էին Դուբայի, ասենք 3 միլիոնն է տեղացին ու մնացած 9 միլիոնը դրսից եկած մարդիկ են ու իրանք ոնց որ սաղ սպասարկման ոլորտում են աշխատում։ Ոնց որ դրա մեջ ոչ մի վատ բան չտենաս, էլի, ամեն դեպքում դե հա հիմա մեր մոտ էլ շատ աշխատանքներ կա, որ հայերը ոնց որ արդեն չեն անում։ Հնդիկն է անում, ասենք, ինչ վատ բան կա, ոնց որ կառավարման խնդիր է, էլի ավելի շուտ, հա, թող հնդիկն էլ գա, ինքն էլ փող աշխատի, ոնց որ մեր դրսի հայրենակիցներն են Հայաստան փող ուղարկում, այս հնդիկն էլ երևի իր հայրենիք հա ուղարկում ամեն դեպքում, ասենք, մենք գիտենք Հնդկաստանը։ Ես բան չեմ տեսնում դրա մեջ, խնդիրը որ մեր մտավախությունը, որ հանկարծ հայերը այնքան քիչ չլինեն, որ հնդիկները գերազանց են մեզ, ինչ-որ մի խնդիր առաջանա ոնց որ դրանից, բայց դե օրինակ ես այն ժամանակ մտածում էի, որ մենք անծայրացիր հողեր ունենք անմշակ ու իրանք ինչ-որ սեր ունեն հողերի հետ, հա, եթե կմշակեն, մի մոմենտ ասում են ինչ-որ բրոկոլին իրանք են բերե, եթե այսինքն դու այլ ազգից, այլ մշակույթ ես ձեռք բերում, այլ ինչ-որ բաներ, հա, խրախուսելի է, խի չէ որ, բայց մի քիչ որ ասենց այն որ իրոք տեսա դաշտը, որ սես դուրս ես գալի ու սաղ ման ես գալի ուզում ես, ասենք Հայաստանում հայտ են ասկամ ստեղ Ֆրանսիացի ու իմ աշկին սաղ սևեն ձև արավ է, ես չգիտեմ, հա, մեծ ամասնությունը, հա, մեջները շատ քիչ են իրանք, շատ քիչ։ Բայց Փարիզում էլ է այդ վիճակը, որ ասենք տենց սևերը շատ լինեն կամ տենց խառը էլի, սենց բազմազգ լինելը սենց արտահայտիչ լինի։ Փարիզում չեմ կարա ասեմ, որովհետև դե տենց այդ Էֆելի մոտ բնականաբար տուրիստներ են, սաղ բոլորը տուրիստներ են, տեղով չես կարա եզրակացության գաս։ Երևի չէ, ասում է ինչ որ իրանք այդքանը տենց մեծ քաղաքներում այդքան շատ չեն։ Հա։
Հասկողությունը նեղշանն է էլի։ Որտեղ որ ապրելը դժվար է, այսինքն տան վարձը թանկաբան։ Ես իմ հարցեր կան էլի, տենց չգիտեմ շատ։ Չնայած օրինակ Ալժիրցիքին ես ասում ես վերջում լսեցի, որ պետությունը ստեղ որպես իր գաղութ ինքը լավ նայել է, ով մտել է ստեղ, ինքը պարտավորված ոնց որ տնով, տեղով, փողով ամեն ինչով ապահովել է, որպես որ ինքը գաղութացրել է, էլի։ Ինձ տենց բացատրեց մի հատ TikTok-եր ունենք, բայց ասում է քանի որ հիմա շատ շատացել են, երևի ինքն էլ արդեն զգում որ իրանցից 100 անգամ ավել են, երևի միակողմանի որոշում է կայացրել, որ այլևս չընդունի էլ։ Մանավանդ հիմա թղթաբանությունը շատ բարդացել է բոլորի համար, հայերին միանգամից մերժում են տալի։ Դե հայրդ էլ հովանաս չեն տվել Ֆրանսիային, չէ՞։ Բարեկամ պետություն ենք համարվում։ Թե վնաս չեն տվել, բայց հիմնականում բոլորին այս պահի դրությամբ մերժում է գալի, որովհետև հիմա օրինակ ֆրանսիացիներն էլ են ոտի հելը, ես այն օրը գալիս էի, ցույցեր էին անում, նկարեցի հեռախոսով, ոտի են հելը ու ասում են, որ դե որովհետև ֆրանսիացին աշխատում է, մենակ ֆրանսիացին չի, ով որ աշխատում է, ասենք թեկուզ հայը, ոնց որ չգիտեմ քանի տոկոսը, երևի 50%-ը, եթե ճիշտ գիտեմ, տալիս է պետությանը։ Որպես հարկ։ Հարկերը շատ բարձր է։ Դե սրանք էլ հելել էին ցույց են անում, ասում ախի պիտի մենք տանք պետությանը ու պետությունն էլ էմիգրանտներին պահի։ Այսինքն հիմա ես եթե եկել եմ այդ անսուրանսը, որ տվել են այդ քարտը, էդի ում հաշվին են տվել։ Պետությունում հաշվին է տանի։ Հա, այսինքն չեմ մեղադրում ես։ Այն էլ ֆրանսիացին էլ ասում է փոխեք այդ օրենքները, փոխեք, վերանայեք։ Պիտի վերանայվի էլի, այսինքն էմիգրանտ այս պետության համար ոչ մի բան չի արել ու գալիս է ու ինքը իրավունք ունի, ասենք թեկուզ հենց այդ մենակ այդ անսուրանսով, այսինքն իր բժշկական հարցերը լուծի ստեղ։ Ասենք երիկամի փոխպատվաստումը, ես չգիտեմ էդի ինչ թվեր ա, լիարդի փոխպատվաստումը, էդի արդեն շատ 100,000-ների մասին է խոսքը։ Իրոք մենք էլ չէինք ընդունի, էլի, որ մեր պետությունում այտենց մի բան լիներ, չէ՞ ինձ թվում է։ Մեկ է հանկարծ լսենք, որ օրինակ հնդիկներին մեր պետությունը ինչ որ եսիմ ինչեր է ապահովում, ասենք բա մեր բանակը։ Էդի արդեն շատ ծանր կլինի տվյալ ժողովրդի համար, որտեղ դու պատկերացրես, ասենք դու աշխատես քո հարկ ու տուրքով, էմիգրանտները կան, հա, դե դրա համար հիմա պահանջում են, որ վերանայվի այդ օրենքը, էլի, օրենքը վերանայվի։ Հիմա դրա բաներն այդ մասին մեծ քաղաքներում ավելի մեծ ցույցեր ա լինում։ Դե ֆրանսիացիք էլ ցույցերի են, որ բանը վարպետ լինեն ոնց որ, չէ՞, անդադ այտենց վիդեոներ ամբողջ Facebook-ը, Instagram-ը, որ անդադ ցույցեր, չգիտեմ, զանգվածային անկարգություններ, բաժարները, չգիտեմ։ Մենք էլ ենք էլի տենց անում։ Ձեր տարածքներում էլ է տենց բաներ լինում, բայց։ Դե ես նկարել եմ մի հատ, հա։ Միամիտ գալիս էի, հա, ու ընկա դրանց մեջ, ասում եմ զանգել եմ ստեղ մեր հայրից մեկին, ասում եմ լսի չեմ հասկանում ֆրանսերեն, էս ինչ ցույցեր, ասում եմ մեր դեմ։ Մեր դեմ։ Ես էլ ընկել եմ մեջները, հա, էլի, ես ձեր հետ եմ, ասում չգիտեմ։ Չէ, ես ձեզ հետ չէ։ Բայց շատ է, չէ, երևի այդ ցույցերը ոնց որ բան, sense առօրյայի բան անի։ Թե արդեն մտել է առօրյայի մեջ սովորական բան է դարել։ Չէ, քաշա չի, այդ 2 օր արեցին ու վերջ։ Ամեն մեկն անցավ իր գործին նորից։ Ասենք ապտեկաները փակեցին, ես գնացի դեղ ստանալու, գնում եմ իրանք այդ անսուրանսը լուբոյ ապտեկա յուրա կապ չունի։ Քեզ մոտիկ յուրաքանչյուր ապտեկա մտնում ես, այդ անսուրանսից քաշում է ինքը, քո տեղերը բժշկի գրած ինչ տեղ գրել է, տալիս է, էլի։ Գնացել եմ ժամը 3-ն է փակ է, ես էլ չգիտեմ, դու մի ասա, որ իրանք համ որոշում են ու գործադուլ բան, փակում են, էլի։ Բայց հետո հաջորդ օրը նորից բացված, նորից սիրուն իրանց շպիտը դեմքներին, ես ասի երևի ես ասկե դեղել չեն տա, բայց չէ, ոնց որ
կապ չունես էլի, դու ոնց որ դու կապ չունես իրանց պետության խնդիրների հետ, գրած է, սիրուն տալիս են։ Իսկ որ հիվանդանոց եք գնում կամ մի ուրիշ տեղ, սպասարկումը ո՞նց է, որպես դե որ գիտեն, որ էմիգրանտ եք արդեն այդտեղ տեղացի Լսի, չեք էլի։ բացարձակապես խնդիր չեն առաջացնում, շատ բարձր մակարդակով ընդունում են։ Հա, ես բժշկությունից շատ գոհ եմ։ Ուղղակի մի հատ ստեղ խնդիր իմ մոտ առաջացավ, որ ես ամենասկզբից եկա դեռ անսուրանց չունեի, ես այդ ժամանակ պարկա հիվանդանոց, ու 3 ամիս հետո պետքա պարտադիր 3 ամիս ապրես, նոր անսուրանց տան։ Իմ վրա 13,000 եվրո փող ա եկել։ Հիմա ես մի քիչ խառնվեցի իրար, ասի ինչ պիտի անեմ, բայց ինձ ասում են մի անհանգստացի, էլի դու որ ռեսուրս չունես, ստեղ Ոչ մի բան չեն խնդիր անում։ չկա։ Հա։ Բայց մեկը այդքանով հանդերձ իրենք սովորական սպասարկում են ձեզ, այդ ջերմությունը կա։ Հա, բացարձակապես խնդիր չկա։ Ուղղակի ասենք, եթե ինչ-որ մեկը գա բժշկական խնդիրներով, ինքը ավելի լավ անսուրանս ունենա, նոր պարկի հիվանդանոց, որպեսզի այդ իր անսուրանսից արդեն հիվանդանոցը քաշի, որ այնց չլինի, որ դու հիվանդանոց ես պարկե, գաս ու քո հետևից այդ բաները գա։ Արտքը գա։ Հա, Հա։ իսկ Բա երբ որ դու հերթերը։ հետո երբ որ դու այդ բժշկական ապահովագրությունը ես ստացա, հետո որ գնացի նորից էլի շատ տեղեր գնացի եկա, ասեցին դե հիմա ոչ մի բան չենք կարող անենք, որտեղ այդ ժամանակ դու որ պարկել ես, դեռ այս դու կարտոշկեն չես ունեցել։ Հիվանդանոցը չի կարողացել քաշի ու դա մնացել է քո վրա։ Դե դա ուրիշ թեմա է, արդեն դա մի քիչ ուրիշ թեմա է։ Բայց ամեն դեպքում եթե գալացող կլինի հիվանդության խնդիրներով, ավելի լավ է ինքը թուղթը ունենա, այսօր նոր պարկի հիվանդանոց, որպեսզի Այդ թուղթը մեր խնդիրների հիվանդանոց է, այսինքն պիտի տրամադրի, հետո նոր գա, տեղից Չէ։ պիտի ձեր։ Այսինքն իրանք կարան գան, տվյալ հիվանդը գա, 3 ամիս մնա ստեղ, 3 ամիս հետո, բայց պետքա դիմես։ Դիմում ես, ինքը առաջի պատասխանը գալիս է բնականաբար մերժում, որովհետև բացատրում է ինքը թղթի մեջ, նամակի մեջ, որ մենք մերժում ենք նրա համար, որտեղ դու 3 ամիս պարտադիր պետքա ապրես ստեղ։ Իսկ այդ ընթացքում դու պետքա հանձնվես ինչ-որ միտեղ, որը ապացույց են, որ դու 3 ամիս ստեղ ես, կամ բժշկականով ես հանձնվում, կամ քաղաքականով։ Դա արդեն թուղթ է, որ դու 3 ամիս ստեղ ես։ Դրանից հետո իրավունք ես ունենում դիմելու անսուրանս, նոր արդեն, բայց այդ թուղթները էլի 2.5-ից 3 ամիս տևում է, որ արդեն այդ կարտոշկեն պատրաստի տալիս է։ Բա դուք ինչի չեք այդ տարբերակով արել, թե ուղղակի ժամանակի խնդիր ունեիք, արդեն զգացողությունը լավ չէր, թե ուղղակի չգիտեիք դրա մասին։ Նախապես վերցնեիք էլի այդ 3 ամիսը մնայիք։ Դե հա, ես որ եկա միանգամից հիվանդանոց գնացի, դե մտածեցինք մենք այդ ընթացքում կարող ենք այդ հարցերը լուծել, կամ ավելի ճիշտ չմտածեցինք, որ կգա այդ թուղթը իմ վրա։ Հա։ Այտենց որ ամեն օր օրենք է փոխվում։ Ամեն օր այն ժամանակ չի եղել։ Այն ժամանակ ինքը որպես մարդասիրական երկիր, եթե դու եկել ես իրանց պետություն ու իրանց պետության մեջ հիվանդացել ես, ինքը պարտավորվում է քեզ տեր եղնի։ Մանավանդ որ հա, իմս բանի մեջ էր, վիզայիս մեջ էր։ Մենք մտածեցինք, որ վիզայի մեջ ես տուրիստ եկել եմ, վատացել եմ, տարել են հիվանդանոց։ Մենք տենց մտածեցինք, բայց փաստորեն ամեն օր օրենք է փոխվում։ Ես հետո որ մնացել եմ, հետ չեմ վերադարձել։ Ասում ա դե ուղերը դուր։ Էլի լավ է, որ գոնե քարտից չեն քաշում, էլի որ նստածրել են գումար, որ պիտի ձեր դեղերը ստանաք, կարան ասեն, բա պարտքես, հեսա քաշենք, բրծնենք։ Հիմա այդ գումար, այդ քարտը ինքը թույլ քարտ է, ինքը եթե ես մնամ թուղթ տան, ինձ ուրիշ քարտ են տալու, դրանից կարա ինքը քաշի, բայց հիմա այս քարտի մեջ ես չգիտեմ իրա վրա ինչքան գումար կա, դա մեզ հասանելի չի։ Դա մենակ իրավունք ունի, դրանից օգտվի ապտեկաները, որտեղից որ մտնում ես տեղերդ ստանալու, ինքը քաշում է, տեղից հանում է, իրա վրա
իրանց ասելով այդ մեծ գումարը չկա, եթե լիներ կքաշեր հիվանդանոցը իր գումարը կհաներ։ Հա, հա։ Այդ քարտով մենակ տեղերն եք հարկում, ասենք հաց արտենք կամ ինչ-որ մի բան իրավունք չունեք։ Նման իրավունք չկա, ինքը անսուրանսի քարտ է ու վերջ, այսինքն բժշկական ապահովագրական քարտ։ Հա։ Որ ասում են հետերը շատ է հիվանդանոցներում, իրոքը տենց, հա, որ ասենք, ասում ատամնաբույժի համար եթե պիտի գնաս 2 ամիս առաջ պիտի գրեն։ 3-4 ամիս։ Հա։ Մկողանից խնդիր է, որ օրինակ բան է, չգիտեմ, ներվի բորբոքումը արդեն ուռել է թուշը, ինչ պիտի անեն։ Էդի արդեն գնում ես շտապօգնությունով, ինչը որ շտապօգնությունով է։ Հա։ Իսկ եթե դու ասենք ուզում ես քո ուզելով, չնայած հիմա ասում եմ, այս փոքր քաղաքներում էլի այդքան երկար չի լինում։ Էլի լինում է, բայց ոչ այդքան շատ երկար։ Հա, հիմա իմ դեղերն էլ ասենք, որ պիտի մի հատ ինչ որ ողնաշարի խնդիրական ինչ որ մի բանա պիտի նկարվեն, կարող է մի ամիս, 2 ամիս հետո նոր հերթը հասնի։ Ոչ մի տեղը չկա տենց տեղ, որ մի անգամից չկա էլի տենց բան։ Հա։ Մի խոսքով այդքան էլ հեշտ չի կյանքը այդտեղ։ Իհարկե հեշտ չի։ Ինքը շատ բարդ է, իհարկե հեշտ չի։ Ասենք օրինակ Հայաստան, երբ խնդիր ունես, կարաս գնաս հիվանդանոց, ստեղ չէ, դու ստեղ պիտի գնաս, բժիշկը թուղթ տա, հետո նոր այդ թուղթը պիտի հերթագրեն, քեզ օր ու ժամ ասեն մի ամիս հետո, 2 ամիս հետո, նայած 3 ամիս հետո, նայած որտեղ ես հերթագրված, նայած որ բաժնում ես հերթագրված, նոր հասնի։ Այ ստացվում է ձեր ինքնությունը այդ հայ լինելու բանը, որ զգաք էլի, այդ տեսա ձեր հետևում են Մասիսի նկարն է կախած, խոհանոցի հետ կապված, որ էլի այդ հայկական հոտը զգաք, կամ ինքներդ մի բան սարքեք, կամ ինչ-որ մի բան, որ էլի ձեզ անդադ հիշացնի, որ հա, թեկուզ Ֆրանսիայում եմ, բայց ես հայ եմ։ Կա էլի այդպես ինչ-որ մի բան, չգիտեմ, թեկուզ մի ճաշ պատրաստեք, որ զգաք, որ այդ հայկական հոտս, ասեք, վայ, ինչ լավ եղավ, հիշեցի Հայաստանս։ Ինչ-որ այդպես պահեր կա, որ փորձում եք, էլի ձեզ պահեք։ Ոչ թե փորձում ենք, այլ ես չեմ հավանում անկեղծ ուտելիքները, ես ինքս եմ պատրաստում։ Չէ, աշխատում եմ ես եմ, նո դաժե որ էլի թեկուզ դու ես եպում, բայց էլի զգում ես, որ էլի այն համն հոտը չես կարում ստանաս։ Հա։ Բայց իրանց խոհանոցում ինչ-որ մի հատ այնպես յուրահատուկ բան չկա, որ օրինակ ձեզ այնպես գրավի, էլի, չգիտեմ, զարմացնի, որ ուզենաք նորից փորձեք, չէ՞։ Բայց հեշտ է, եթե ինքներդ եք փորձում ամեն ինչ սարքեք, այդ հայկական ինչ-որ մթերք ճարեք կամ այնպես բաներ, որ ձեզ պետք է լինում, որ հեշտ կա հայկական խանութ կա։ Հա։ Հայկական Ամեն խանութ կա։ ինչը Հայաստանից բերված։ Կա արաբների, թուրքերի խանութ, որտեղից որ միսն են առնում մարդիկ ստեղ մեր հայերը, դե որովհետև ինչ որ այդտեղ մսային տարբերություն կա ֆրանսիական խանութների ու իրանք ինչ որ չգիտեմ հալալա հարամա, չգիտեմ ինչ որ մորթը չեմ անում, իսկ ծեվի ասում են, տենց են ասում, որ հա, իրանց միսը լավն է։ Այնքան տարբեր է կարծիքները, չգիտեմ։ Հա, ես հայկական խանութից եք օգտվում, էլի։ Չէ։ Այսինքն հայերը հանգիստ թուրքական խանութից կարան օգտվեն, ոչ մի խնդիր չկա, էլի։ Դե ստեղ ոնց որ դու որ մտնում ես չես ասում հայ եմ կամ չես ասում դու թուրք ես, մտնում են ստեղ խոսում են ֆրանսերեն իրար հետ։ Հա։ Դե ում ինչ պետք է առնում դուրս է գալի։ Հա, դե լավ է, էլի, որ գոնե այդ մի պահով լարվածություն չառաջանա, ասենք, ոչ հայերի մոտ, թեկուզ թուրքերի մոտ չի առաջանա։ Չէ, հայեր կան, որ օրինակ շատ եմ լսել, որ ասում են մենք դիտավորյալ չենք էլ ուզում մտնենք թուրքի խանութից առևտուր անենք, ավելի լավ է արաբի խանութից միսն առնենք։ Տարբեր են։ Ասում են բոլորն իրար նման չեն, շատ տարբեր են կարծիքները։ Մարդկա ասում է ես դիտավորյալ թուրքի խանութ չեմ էլ մտնում։ Ավելի լավ է նույն միսն է արաբի խանութից առնեմ։ Այն որ եկաք Հայաստան, ինչն է որ սենց ասում եք, վայ անհամբեր
գնամ այս մի բանը կփորձեմ, այս կամ այս մի բանը կտենամ, գնամ, չգիտեմ։ Հա, երեխեքը դե հաստատ առաջինը կգան զբաղտոցում ձեզ կդիմավորեն, բայց ինչն է էլի որ սենց վայ, սենց առավոտ հելնեմ ու այդ բանը փորձեմ, նայեմ, գնամ հասնեմ։ Ամեն ինչը, Հա, հա, ամեն ինչը։ Մեր ջուրը, ուրիշ բան չեմ ասում, մեր ջուրը, ստեղ ջուրն առնում են մարդիկ, ստեղի ջուրը խմելու չի։ հա, լսել եք, ծորակից չի կարելի, չէ՞ խմել։ Դե, չէ, չի կարելի նայած, որ լինում է խմում ես, բայց հիմնականում աշխատում են չխմեն մարդիկ։ Լինում է, որ հա, որ տուն ասենք առած ջուր չի լինում, խմում ենք, բայց Համը նման չի մեր ջրին։ ես որ ճիշտն ասեմ համ չեմ զգում, բայց դե ստեղի հայերը ասում են, որ մենք չենք խմում այդ ծորակի ջուրը։ Բայց այդտեղի հայերը, այն որ երկար ժամանակ են արդեն ապրում, իրանք էլ են գտնում, որ ջուրը լավը չի, չեն հարմարում, այդ հայկական ջուրն է մեկը լավը ու վերջ։ Կարող է կարճ ժամանակ է, էլի, որ այդտեղ եք չեք հարմարվում դրա համար։ Չէ, իրանք չեն ասում հայկական ջուր, ֆրանսիական ջուր, ոչ մեկ ուղակի չի խմում ծորակի ջուր ու վերջ։ Հա, Այդ չեն վերցնում դնում այդ հայկական ջուր կամ ֆրանսիական ջուր, ծորակի ջուր չեն խմում։ հա։ Բայց Առնում են։ հայկական ջրերն էլ են, չէ՞, այդտեղ արտահանում ոնց որ։ Չգիտեմ, չեմ հանդիպել, բայց դե հա, հենց որ Կլինի։ մենակ րանցած բացում ես ու դու քո ջուրը խմում ես կամ դուրսը պուլպուլակից քո ջուրը խմում ես, դա արդեն ամեն ինչը։ Ես իմ անուշ Հայաստանի, ինչն եք սիրում։ Ես իմ անուշ Հայաստանի ամեն ինչն եմ սիրում, ամեն ինչը։ Ծառը, թուփը, հողը, ջուրը, սարերը, լեռները, Որ քարը, Հայաստանում նույնիսկ էիք քարը։ ապրում, բայց շատ էիք շրջագայում էլի ընդհանուր տենց Ես որ ձեր ասած սարեր, Հայաստանում եմ ծորեր։ ապրում, Ռուսաստան եմ շատ գնացել եկել, բայց 10 օր որ մնում էի, ընդամենը 10 օր։ Հա, Արդեն որ հետ էի դառնում, ուզում էի հողը պատշելով մտնեի Հայաստան։ Ու ես հասկացա, որ երևի ինձանից է, որ ես ուրիշտեղ չեմ կարող մնալ։ Ես շատ եմ հա, կարոտում իմ հողին։ հա։ Ինձ որ ասում Դե էին լավ, էդի շուտ կվերադառնաք։ Ռուսաստան ու Եվրոպա տարբերություն կա, կլինես Եվրոպայում կզգաս, որ նույնը չի, բայց հետո հասկացա, որ չէ, ոնց որ իմ մեջ խնդիր կա, ես մի տեսակ դաշը մեկ մտածում եմ կարող է խանգարվել եմ, որ ես խաբարություն չկա։ Հա, Այդ տարբեր հոգեբաններ բերեցին, ասին չէ, իրա մոտ խնդիր չկա։ հա։ Բայց երկար ժամանակ է պահանջվում, որ դուք բուժվեք ու վերադառնաք ըստ ձեզ։ Չէ, երկար ժամանակ չի պահանջում, հիմա ես լավ եմ զգում, ուղղակի ես թղթերս հանձնել եմ, սպասում եմ պատասխանի։ Հա, Եթե այսինքն թղթերը որևէ հանգիստ կարա գաք Հայաստան երկար մնաք։ եթե դրական գա պատասխանս, Հա, այսինքն ինձ եթե այս պետությունը ճանաչի, որ ինձ թուղթ է տալի, որ ես այսինքն ժամանակավոր կացության իրավունք։ Հա, հա, ես կարամ գամ Հայաստան, ֆռամ նորից հետ դառնամ ստեղ։ հա։ Բայց կարճ ժամանակով էլի երևի, չէ՞։ Հա, Հա։ Դե լավ, ձեզ առողջություն, թող ձեր թղթերի, շնորհակալություն։ փաստաթղթերի հարցերը շուտ լուծվի, որ շուտ գաք, մի հատ սենց կարոտը լավ առնեք, նորից սենց դոզավորված հետ դառնաք։ Շատ շնորհակալ ենք, որ ժամանակ հատկացրեցիք, որ զրուցենք իրար հետ, շատ հաճելի էր, Կարինե ջան։ Թող ամեն ինչ ձեր Ես սրտով լինի։ հա, ապրեք, շնորհակալ եմ։